Ողջույն, եթերում դիսկուրսն է։ Այսօրվա մեր քննարկման թեման դիվանագիտությունն է, պրոֆեսիոնալ դեսպանների անհրաժեշտությունը եւ նրանց դերն ու նշանակությունը արտաքին քաղաքականության մեջ։ Այս թեման առավել արդիական եւ հրատապ դարձավ վերջին շրջանում դիվանագետի շատ կարևոր պաշտոններում վերջին նշանակումներից եւ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի որոշ դրսևորումներից հետո։ Եվ այս կարևոր թեման քննարկելու համար այսօր հյուրընկալել ենք արտակարգ եւ լիազոր դեսպան, Սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանին եւ Հանրապետական խմբակցության падգամավոր Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանին։ Բարև ձեզ, պարոնայք։ Պարոն Հարությունյան, սկսենք ձեզանից, քանի որ դուք եք իշխանությունների ներկայացուցիչը։ Վերջին շրջանում բավականին աղմուկ հանեց Յուրի Վարդանյանին Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակելու այդ հանգամանքը։ Ձեր կարծիքով ինչի լեգենդար սպորտսմենին, օլիմպիական չեմպիոնին նշանակեցին Վրաստանում դեսպան, այն երկրում, որը մեզ համար չափազանց կարևոր է արտաքին քաղաքականության բնագավառում։ Յուրա Վարդանյանը ճիշտ է լեգենդար սպորտսմեն է, բայց դժվար է պատկերացնել, թե նույնքան լեգենդար կլինի նաև արտաքին քաղաքականության մեջ։ Ճիշտ ասած, ես ինքս անձամբ Յուր Վարդանյանին ճանաչում մոտիկից, նրա մարդկային որակներն եմ ծանոթ։ Նշանակումը արտառոց է թե ոչ, ես մի քիչ այդ կարծիքին չեմ։ Նշանակումը բավականին արտառոց էր եւ կարծես թե շոկային իրավիճակ առաջացրեց թե դիվանագիտական, թե քաղաքական եւ նույնիսկ մարզական բնագավառում։ Անշուշտ Վրաստանը ունի կարևոր նշանակություն, հայ-վրացական հարաբերությունները արտաքին քաղաքական ասպեկտում առանձնահատուկ դերակատարում եւ կարեւորություն անշուշտ, բայց արդյոք մենք ի սկզբանե կարող ենք ասել, որ պարոն Վարդանյանը այլևս ձախողված է որպես դեսպան։ Մենք կարող ենք դա փաստել, կրկնում եմ, ճանաչելով կարող համոզված լինել, որ նա հաջողված կլինի։ Ինչեւ ես կարող եմ բերել նաեւ օրինակներ, ինչպես դուք եք ասում, կադրային դիվանագետների նշանակման, որոնք ակնհայտ ձախողվել են, այդպես էլ կա։ Հետևաբար խնդիրը ըստ իս կարծում եմ կարևոր է հետևյալ կոնկրետ դեպքը քննարկելիս հասկանալ, որ երկրում որտեղ նա հեղինակություն համարում ունի եւ այդ հեղինակությունը համարումը որքանով օգտակար կարող է լինել հայ-վրացական տվյալ դեպքում հարաբերությունների ձևավորման կամ կարգավորման կամ պահպանման համար։ Այս առումով կարծում եմ Յուրիկ Վարդանյանը կարող շատ օգտակար դերակատարում ուներ։ Կրկնում եմ, ժամանակը ցույց կտա որքանով ես ճիշտ, հա։ Դուք պրոֆեսիոնալ դիվանագետ եք եւ պրոֆեսիոնալ դիվանագետի տեսակետից դուք ունեք վստահություն, համոզմունք կամ թեկուզ եւ հույս ունեք, որ Յուրա Վարդանյանը Վրաստանում կհաջողվի լավ դեսպան լինել եւ մեր դիվանագիտական հարաբերությունները նոր մակարդակի կբերի կամ Արմինե, ես իմ կարծիքով թե դեսպանի անհրաժեշտությունը տվյալ դեպքում այդքան էլ կարեւոր չի։ Եթե համատենք ամերիկյան դիվանագիտության հետ 200 տարի, Ռուսաստանի հետ 300 տարի, Եվրոպայի հետ 500 տարի Անշուշտ երիտասարդ է մեր դիվանագիտությունը, բայց ես կարծում եմ այս 20 տարվա ընթացքում արտաքին գործերի նախարարության ընդերքում աճել են այնպիսի դիվանագետներ, որոնք ունեն բարձր պրոֆեսիոնալ մակարդակ եւ կարող էին ներկայացնել նույն Վրաստանում, որը շատ կարևոր առանցքային երկիր է մեզ համար, ես կարծում եմ կարող էին ներկայացնել։ Հարցը դրանում չի, հարցը նրանում է, որ իմ կարծիքով դրսից ինչպես անվանվում է բերել նշանակել դեսպան դա լավ պրակտիկա չէ դրսից նկատի ունեք ոչ դիվանագետի ոչ համակարգի այդպես է կոչվում դրսից բերել որը կարող է լինել կուսակցական եւ ասենք տնտեսական աշխատողներ ֆինանսիստներ եւ այլն այս պրակտիկան այսօր մերժվում է այն երկրների կողմից որոնք 100 տարի առաջ դա ունեցել են դեռ նախագահ Գուվերը այս հիմքը դրեց Ամերիկայում եւ դա բերեց այնպիսի սահմանի հասցրեց, որ ամերիկացիները պարզապես ունեցան մեծ ձախողումներ իրենց դիվանագիտության մեջ։ Հիմա ես չեմ ուզում մանրամասներով խոսել։ Ռուսաստանը հրաժարվեց սա խորհրդային տարիների այդ պրակտիկայից։ Այնպես որ հնարավորինս նշանակել պրոֆեսիոնալներ դա օպտիմալ տարբերակ է։ Մանավանդ այն երկրներում, որոնք ինչպես ասացի ունեն շատ կարևոր նշանակություն։ Հիմա եթե Յուրիկ Վարդանյանը կարողանա այնտեղ իր մարդկային հատկանիշներով, իր անցած ուրեմն խոշոր, այսպես ասած, քաղաքական երևի ճանապարհ անցած, եթե կարողանա բալանսավորել եւ կարողանա կարգավորել մեր հարաբերությունները Վրաստանի հետ, որոնք շատ բարդ են, փառքոպատիվիր են։ Ես կարծում եմ, որ ավելի լավ է պրոֆեսիոնալ ճանապարհով գնալ։ Անշուշտ ես նույնպես գտնում եմ, որ դիվանագետների այսպես կադրային դիվանագետների մի ամբողջ դպրոցը դա շատ կարևոր է, հատկապես մեր պես
փոքր պետությունների համար։ Մենք չունենք պակասում այդ դպրոցը կադրը։ Մենք ունենք այո փորձառու դիվանագետներ, որոնք ընդգրկված են դեսպանների աշխատանքներում։ Ունենք փորձառու դիվանագետներ, որոնք այսօր համակարգում եւ նրանք բավականին կարեւոր վերլուծական աշխատանքներ են կատարում։ Հասկանում եք, բայց բոլոր դեպքերում տեսեք նույնիսկ պարոն Նավասարդյանի բերած օրինակ, հուշացում եք Միացյալ Նահանգները մինչ 100 տարի առաջ օգտագործում էին այս փորձառությունը։ Այսինքն, երբ որ պետությունը նոր է սկսում ոտքի կանգնել, միջազգային քաղաքական միջավայրում նոր իր առաջի քայլերն են կատարում, մենք առաջի քայլերն ենք կատարում։ Մենք կարող ենք օգտագործել նրանց փորձը ոչ թե նույն քայլերով առաջ գնալու, այլ պարզապես դրանից խուսափելու համար։ Դրա համար մեզ մոտ նրանք նման դեսպան նշանակումները համատարած չեն։ Դրանք ես կարդամ համատարած են, պարոն Հարությունյան։ Աշխարհահռչակ ոչ միտք սավառ։ Ուրեմն Վրաստանի պարագայում, որտեղ նաև շատ էական է հանրության մենտալ ընկալումները, հասկանում եք, Վրաստանի պարագայում Յուլիկ Վարդանյանի համարումը, համբավը, հեղինակություն ունեցող, որը մեկին դեսպան նշանակելը, նաև միջպետական, որքան ես եմ կարող գնահատել, միջպետական հարաբերություններին բարեկամական տոն հաղորդելու փորձ է։ Եվ ես կարծում եմ վրացական կողմից այդպես էլ ընկալել է։ Ես այդպես եմ հասկանում։ Եվ համաձայն եմ ժամանակը ցույց կտա։ Ժամանակը ցույց կտա, բայց ես կարծեք թե համոզված եմ համարյա, որ պարոն Վարդանյանը մոտ ստացվել է։ Գիտեք, շատ խոսեցինք պարոն Վարդանյանի մասին, բայց ես ինձ թույլ եմ տալիս չհամաձայնվելու, որովհետև դիվանագիտության մեջ մանավանդ վրացական գործընկերների պարագային եւ ընդհանրապես լավ բարեկամական հարաբերությունները զգացմունքային կամ այսպես ասած հեղինակության վրա հիմնված չեն։ Բոլոր երկրները ունեն իրենց ազգային պետական շահերը, իսկ Վրաստանի շահերը այստեղ դժբախտաբար շատ հաճախ բախվում են մեր շահերի հետ։ Ես նկատի ունեմ վրաց-ադրբեջանական հարաբերությունները, վրաց-թուրքական հարաբերությունները, վրաց-ռուսական հարաբերությունները։ Հիմա նորից եմ ասում, չվերադառնանք Յուրիկ Վարդանյանին, ես կարծում եմ, որ այնտեղ ճիշտ կլիներ նշանակել պրոֆեսիոնալ, շատ բարձր պրոֆեսիոնալ մակարդակի դիվանագետ։ Պարոն գաղափարը չեմ մերժում, բայց դրանից չի ետևում, որ պարոն Վարդանյանը մոտ չի ստացվի։ Ես այն եմ ուզում ասել։ Ես հիշեցնեմ մի շարք այլ դեսպանների անուններ, Շարլ Ազնավուրը Շվեյցարիայում, որը պակաս պրոֆեսիոնալ չի իր ոլորտում, կան նաև Ռուսաստանում Օլեգ Եսայանը, նախկին Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյա, Ուկրաինայում Անդրանիկ Մանուկյանը, տրանսպորտի եւ կապի նախարարը եւ ոչ միայն, Բելոռուսում Արմեն Խաչատրյանը, Ղազախստանում Արա Սահակյանը, Դանիայում եւ Նորվեգիայում չենք էլ ճանաչում թե ով է Հրաչ Աղաջանյանը, Իրաքում գործարար Մուրադ Մուրադյանը, Լիոնում հյուպատոսը Նիկոլայ Սարգիսովը, Լոս Անջելեսում հյուպատոսում նրա եղբայրը Սերգեյ Սարգիսովի միջայլոց այս վերջինները գործարարներ են, ռուսաստանահայ գործարարներ են եւ Սանկտ Պետերբուրգում դաշնակցական քաղաքական գործիչ Հրայր Կարապետյանը։ Այս բոլոր թվարկած քաղաքներում եւ երկրներում Հայաստանը կա հայկական մեծ բանակ եւ ըստ երևույթին պետք է առավել պրոֆեսիոնալ դիվանագետներ, որպեսզի կարողանան հայկական գաղութի հետ աշխատել։ Դուք այս դեսպանների աշխատանքի արդյունքում տեսել եք որոշակի հարաբերությունների բայլավում կամ դիվանագիտական բարձր հմտությունների ցուցաբերում։ Բարդ հարց եք տալիս։ Շատ կարևոր երկրներ եւ քաղաքներ։ Շատ կարևոր երկրներ է, գիտեք ինչ կա, դիվանագիտությունը այնպես մի բան է, որ լավագույնը նա է, ես նորից եմ ասում, վերադառնանք այդ մտքին, որ երբ որ երիտասարդ հասակից սկսում են բոլոր աստիճաններով բարձրանալ եւ հասնել մինչեւ դեսպանի աստիճանի, այսինքն խոհանոցը ներսից իմանալ եւ բացի դրանից ունենալ այնպիսի բարոյական հատկություններ, որոնք անհրաժեշտ են։ Հիմա թե սրանցից ով ինչ կարող է անել, ես շատ եմ դժվարանում ասելու, բայց մի բան կարող եմ ասել, որ պարոն Հարությունյան չի կարող մեզ չզգուշացնել այն երևույթը, որ սա Հայաստանի նման փոքր երկրի համար, ինչ այլ դուք ասացիք, նշեցիք, Հայաստանի նման փոքր երկրի համար, սա շռայլություն է։ Ամերիկյան ոչ պրոֆեսիոնալ դեսպանը որևէ մի երկրում տապալվելու դեպքում նրան ոչ ոք ոչինչ չի ասի, բայց մեր դեսպանի նկատմամբ պահանջը շատ ավելի մեծ է եւ նրա ծանրաբեռնվածությունը, ասենք, քաղաքական առումով շատ ավելի ծանր է, նկատի ունենալով նաև մեր ուրեմն աշխարհաքաղաքական իրավիճակը եւ այն, ինչ որ հիմա մենք ունենք մեր տարածաշրջանում։ Աշխարհի զոր պետությունները կարող են շռայլությունը թույլ տան, որտեղ նրանք միշտ ճիշտ են, ուժեղը միշտ ճիշտ է։ Հետաբար նրա սխալ անգամ
Շատ թանկ է նստում ոչ թե նրա վրա, այլ սա թանկ է նստում այն պետության վրա, որտեղ այդ դեսպանը ենթադրենք սայտակել էր։ Այստեղ սա ակնհայտ ճշմարտություն է, սա վիճելու խնդիր չէ։ Հարցը մի քիչ այլ կոնտեքստում է։ Տեսեք, ձեր նկարագրած թվարկած մարդկանց, որոնց մի մասի ես ճանաչում եմ։ Նույն ասենք, թե տեսեք, Արա Սահակյանը նախ քաղաքական գործչի է, պետական գործչի բավականին լուրջ փորձառություն ունեցող անձնավորություն։ Բավականին լուրջ, կայուն, ֆիլիսոփա է մասնագիտությամբ, հա, գիտելիքների համակարգիչ անձնավորություն։ Կամ ասենք, թե նույն տեսնենք Ուկրաինայում Անդրանիկ Մանուկյանին, որը տարիներ շարունակել է պատգամավոր եւ տնտեսական գործունեության փորձառությունը եւ պաշտոնյա նախարար։ Դուք կարծում եք նախարարի պաշտոնը Հայաստանի պարագայում պակաս նվազ պատասխանատու է այդ նաև միջպետական հարաբերությունների ձևավորման առումով, քան դեսպանի դերակատարումը։ Անկասկած ոչ։ Հետաբար ես չէի փորձի այդպես ներկայացնել խնդիրը։ Արդյոք մենք բավարար եւ իրավական, օրենսդրական եւ ավանդույթի, եթե կարելի ասել, բավարար նպաստավոր պայմաններ ենք ստեղծել մեզանում կադրային դիվանագիտական կորպուս ձևավորելու համար։ Այսա իրոք արիք։ Մենք այդ հարցին կանդրադառնանք, դիվանագիտությունը յուրահատուկ մասնագիտություն է եւ պահանջում է հմտություններ, մանևրներ, ըստ երևույթին, որը ասենք կապի եւ տրանսպորտի կամ սպորտի նախարարությունը դժվար թե կարողանա տիրապետել։ Իմ կարծիքը նա է, որ մեծ դիվանագիտության մեջ քաղաքականությունը եւ բիզնեսը սրանք անհամատեղելի կատեգորիաներ են։ Ուրիշ բան որ այդ բիզնեսը կատարվում է պետության համար։ Ես չգիտեմ, մենք չունենք ինֆորմացիա։ Բայց ես մի կարևոր բան եմ ուզում ասեմ, ինչու համար հիմա ինչ որ Արմինեն ասեց այդ ամբողջ ցուցակը։ Տեսեք, այն ինչ որ կատարվում է դիվանագիտական մեր կորպուսի շուրջը, ես կասեի, որ լուրջ վերանայման կարիք ունի ինֆորմացիոն առումով։ Տեսեք, ով է նշանակվում, ինչպես է նշանակվում եւ ինչ է լինում մեր հասարակությունը այդ մասին չգիտի, իսկ եթե չգիտեն մի բան, սկսում են ասեկոսեները, սկսում են զիգզագ խոսակցություններ եւ այլն։ Իմիջայլոց որպես մեր պարլամենտի անդամ, ես ձեզ կներեք, իհարկե դիտողությունն եմ ձեր կորպուսին, հիմա ես լեզվով ենք խոսում, իմ կարծիքը հայտնելու, որ բացարձակապես ժողովրդական դիվանագիտությունը, հասարակայնության դիվանագիտությունը, որը կոչվում է public diplomacy, մեր մոտ բացարձակապես գոյություն չունի։ Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում։ Կարող է այդ բոլորը այդպես չէ։ Կարող է այդ բոլորը բոլորովին այլ լույսի տակ է պետք նայվել։ Եվ գիտեք ինչ կա, հենց որ լինում է մի հատ սայթակում, ամիջապես սկսում են նման խոսակցություններ։ Տեսեք, Շարլի շուրջը ինչքան բան եղավ, եւ նրանցից յուրաքանչյուրի, սա ինչից է գալիս, որ եւ պարլամենտը եւ մյուս հասարակական կազմակերպությունները բացարձակապես հեռու են կանգնած դիվանագիտությունից այսօր, կամ սա սխալ է գալիս մեր դրվածքն է այդպես, կամ հակառակ կողմից։ Իսկ այսօրվա գլոբալիզացված պայմաններում սա իմ խորին համոզմունքն է եւ նման ինտեգրացիայի procesներում դիվանագիտությունը դառնում է ավելի ոչ թե երկրորդական, բայց մղվում է մի փոքր հետ եւ կան կազմակերպություններ, կան ինստիտուտներ, մեխանիզմներ, որոնց մասնակցությունը արտաքին քաղաքականությանը դառնում է շատ կարևոր։ Այս սրա մասին եւ այստեղ նաեւ հաշվետվության մասին ես կասեի։ Եթե օրինակ ձեր պարլամենտը, շատ ներողություն, մեր պարլամենտը, այո, մերն է, բոլորը մերն է, այս բոլորը մերն է, այո։ Եթե պարլամենտը, եթե դուք ձեր նշանակման, չէ, իմ խնդիրը չէ։ Նշանակման ժամանակ շատ լուրջ մոտեցում ունենան, ասենք, եւ օգնեն երկրի ղեկավարությանը ճիշտ տեխնացուներ ուղարկելու արտասահման։ Այս բանը մենք չենք տեսնում որպես դեսպաններ, որպես բարձր կարգի դիվանագետներ։ Սա մեկ, հա, որը շատ կարևոր է։ Տեսեք, սա մենք չենք հնարել։ Հին Հունաստանը, Էկլեսիաս, մինչև այսօր մարդիկ հիշում են 5-րդ դարից սկսած, որ հավաքվում էին եւ 6000 հոգի նշանակում էին դեսպաններին հանում էին եւ այլն։ Եվ այս պրակտիկան շարունակվում է մինչև այսօր։ Սա առաջի նշանակման կադրային հարցը։ Երկրորդը, եթե մեր ժողովրդական ուրեմն ժողովը կամ մեր ազգային ժողովը կարողանար ժամանակին սահմանել հսկիչ ինչ որ դժվարանում եմ ասել այդ բառը, կոնտրոլն է, այսպես ասած, վերահսկողական։ Գային դեսպանը գալիս է, հասկանում եք, գալիս է ձեր առաջ կանգնում է, բացատրում է թե ինչ է արել։ Այս բաները մենք չենք տեսնում, հասկանում եք։ Եվ դրա համար
դժվար է առարկել, թե ինչու են այս կամ այն դեսպանի կամ այս կամ այն մեր արտաքին քաղաքականության քայլի նկատմամբ նման ուրեմն բացասական երևույթ դրսևորում ժողովրդի կողմից։ Ճիշտ ասած, երբ ես խոսում էի Անդրանիկ Մանուկյանի մասին, ես նկատում էի տնտեսության ոլորտում որոշում կայացնելու ունակությունը, ոչ թե դիվանագիտության եւ բիզնես հետաքրքրությունների համատեղում։ Իհարկե ես ձեզ համամիտ եմ։ Դիվանագետը չի կարող միաժամանակ ունենալ բիզնեսով զբաղվել։ Ես ձեզ համամիտ եմ։ Ես խոսում եմ կան այդպիսի դիվանագետ։ Չգիտեմ, ես կամ մոտիկից համաձայն կարող լավ կիմանալ, էլի։ Չէ, ես խոսքը տեսեք, խոսքը գնում էր որոշում կայացնելու, որոշումներ նախապատրաստելու հմտության մասին։ Ես սա էի նկատում։ Նման փորձառություն ունեցող մարդիկ, որոնք որ տնտեսական գործունեության մեջ ունակ են ճիշտ որոշումներ կայացնել, նրանք արդեն օժտված են որոշում կայացնելու դրական, փորձառությամբ։ Խոսքը սրա մասին է, ոչ ավել, ոչ պակաս։ Վերադառնալու մի շատ կարևոր թեմայի խորհրդարանական դիվանագիտությանը։ Անշուշտ ձեզ հետ ես համամիտ եմ։ Ես ինքս հանդիսանում խորհրդարանական հանդիսացել եմ, հանդիսանում խորհրդարանական դիվանագիտության զարգացման, ակտիվացման, եթե կարող եք նվիրյալ, եւ կարող եմ իմ փորձը բերել, երբ եղել եմ ազգային ժողովի նախագահ։ Ազգային ժողովի մի վարքյան խնդրում լսել։ Այսինքն ազգային ժողովի նախագահ 1998-99 թվականներին լինելով, մենք նախաձեռնեցինք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վիայժողովի հետ համագործակցություն ժողովրդավարական դիվանագիտության ամբողջ պարսենալը օգտագործելու այնպիսի հնարավորություններ, հնարներ, որ գործը հասավ նրան, որ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանին խորհրդարանական վիայժողովը Եվրոպայի խորհրդի 98 թվականին դիմավորեց Փարիզ իր քաղաքական հանձնաժողովի նիստին։ Մենք 99 թվականի մարտի 16-ին ես Զորաբ Ժվանյան, Մուշտուս Ալիսկերովը, Ադրբեջանի խորհրդարանի նախագահ, Ռասել Ջոնսոնը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վիայժողովի նախագահի հետ միասին ստորագրեցին միջպետական, միջխորհրդարանական համագործակցության մեմորանդում։ Ես սա կարող եմ շարունակել։ Ես ձեզ հետ միանգամայն համամիտ եմ, բայց ասացեք, խնդրեմ, այն փորձառությունը, որ անցնում է որևէ մեկը պատգամավորական գործունեության ոլորտում, որևէ մեկը, այդ թվում ժողովրդավարական, ինչպես դուք եք ասում, ժողովրդական կամ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, արդյոք այդ փորձառությունը օգտակար չի կարող լինել նրան պատասխանատու դիվանագիտական գործունեության մեջ ներգրավելու համար։ Այո, թե ոչ, անկասկած այո։ Բայց քանի անկասկած այո։ Բացի դա օգտակար է։ Հիմա եթե մենք վերցնում ենք այն բազան, որ մենք ունենք, ես կրկնեցի սկզբից, որ մեր պետությունը առաջի քայլերն է կատարում սեփական դիվանագիտական կորպուսը ձևավորել հարցում։ Եվ այստեղ նման փորձառություն ունեցող մարդկանց օգտագործելը ես կարող իմ ըստիս բավականին օգտակար է։ Եվ վերջին միտքը։ Ես չեմ ասում շատ քիչ թե շատ։ Ես ասում դա փորձառություն։ Բացի Արայից ով է այնտեղ։ Ես ուրիշ Չեխի նույն Անդրանիկ Մանուկյանը։ Նույն Ալեկ Եսյանը տարիներ շարունակ եղել է Ղարաբաղի խորհրդանի նախագահ։ Նույն ասել թե Արմեն Խաչատրյանը։ Այլ հարցը որ դուք կարող եք անձամբ որևէ մեկի նկատմամբ ունենալ սեփական ընկալումներ, սա ես չեմ վիճում, բայց եթե խոսում ենք ինստիտուցիոնալ կայացման հնարավորությունների մասին, մերժել խորհրդարանական գործունեությունը որպես մարդ որևէ մեկի մոտ դիվանագիտական պատասխանատու ձեզ ասում։ Չէ, դուք նոր շարաշ բերում եք օրինակներ, որոնք չէին կարող հայտնվել, որտեղ նրանք կադրային դիվանագետներ չեն։ Վերջին շրջանում Ղազախստանը գաղտնիք չէ որևէ մեկի համար, որ խոչընդոտում է Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն։ Մեր նախագահը ներկա գտնվեց Աստանայի գագաթնաժողովին եւ Ղազախստանի նախագահն էր, չէ՞ որ կարդաց հայտնի նամակը եւ անհամար վիճակի մեջ հայտնվեց Հայաստանում։ Ամեն դեպքում մեր դիվանագիտությունը որևէ անելիք ուներ, մինչեւ այդ որ պետք է աներ, չարեց կամ մինչեւ այդ եւ դրանից հետո։ Օրինակ խավիարային դիվանագիտության դեմ մեր դիվանագիտություն անելիք ունի։ Կարծում եմ պետք է իհարկե ունի, բայց գիտեք չի դա ինչքան դժվար է։ Բայց արդյոք դա չի։ Ուրեմն անելիքներ միշտ կա։ Ուրեմն անելիքներ միշտ կա։ Ես ուզում եմ, բայց ասում են մենք եւ խավիար չունենք եւ այլ բաներ չունենք։ Հետաբար ես ուզում եմ վերջի միտքն էլ։ Ես գտնում եմ այն հարցադրումը, օրինակ Միացյալ Նահանգների դեսպաններին անպայման նրանք հանդես են գալիս Սենատի արտաքին հարաբերության հանձնաժողովում։ Ես կարծում եմ դա շատ ճիշտ եւ օգտակար մի վարք է։ Օգտակար պրակտիկա է։ Այդ խնդիրը լուծելու համար մենք պետք է երկու հարց լուծենք։ Առաջինը սահմանադրության մեջ փոփոխություններ, հասկանում եք, կանենք միանալ։ Ուրեմն գիտեք, ժամանակի ընթացքում ձեր հարցադրած բարձրացրած բոլոր հանրության կողմից բարձրացած հարցերը կամած աստիճանաբար լուծումներ են ստանում։ Հիմա ես մի հատ օրինակ եմ ուզում պատմությունից բերել։ Գրիբայեդովը
Հանցանն Ռուսաստանի դեսպանը Պարսկաստանում։ Տվեցին մորթեցին։ Չէ, մի վարքյան։ Ես չեմ կարծում, թե այսօր որևէ մեկ եթե անդրադառնա Գրիբայետովի գործունեությանը ռուս-պարսկական հարաբերությունների ձևավորման ոլորտում, հա, նրան ոնց որ դուք եք փորձում ներկայացնել, ասենք թե նրանք կգամեն ոչ պրոֆեսիոնալ գործունեության սյունի։ Կցանկանայի իհարկե, որ մենք Գրիբայետովներ ունենանք, բայց չունենք, բայց հարցը դրանում չի։ Պարոն Հարությունյան, տեսեք, նորից վերադառնալով պարլամենտական դիվանագիտությանը, այդքան պայմանագրեր է ստորագրվում, տասնյակ, հարյուրավոր եւ միշտ տարվա վերջին զեկուցում են, որ ստորագրվեց սա։ Արդյոք որևէ անգամ հնարավոր չէր կանչել բացատրեին, թե որ պայմանագիրը քանի տոկոսով է կատարվել։ Այսպիսի բան կա, մենք նորից ամերիկացիների փորձին ենք ասում։ Ամերիկացիները գտել են, որ եթե 25% ստորագրված պայմանագիրը կատարվում է, դա արդեն լավ ցուցանիշ է։ Ինձ հետաքրքիր է, այսքան պայմանագրեր, որ ստորագրվում են միջպետական, միջկառավարական, քանի տոկոսն է կատարում եւ ինչպես է կատարում։ Ես կարծում եմ, որ պարլամենտական մեխանիզմը այստեղ կարող է հսկայական դեր խաղալ։ Ընդհանրապես պետք է փաստենք, պարոն Նավասարդյան, որ խորհրդարանական դիվանագիտության զինանոցը բացառապես սահմանափակված չի սահմանափակում խորհրդարանի վերապահված վերահսկողական ֆունկցիաների կատարմամբ։ Թեպետ հիմա այս ձեր հարցադրմանը կանդրադառնամ անշուշտ։ Ըստ իս խորհրդարանական դիվանագիտության լավագույն կարողություններն ու հնարավորությունները դա միջխորհրդարանական կապերն են, որոնք ըստ էության դուք փորձում եք օգտագործել տվյալ պետությանը քեզ համար հեռար նկատառումներ ունեցող քաղաքական հարցադրումներ ամփոփելու, հետագայում նաև գործադիր իշխանության հետ հանցքան համաձայնագրերում արձանագրելու համար։ Հիմա ինչ վերաբերվում է այդ տեսակետից կրկնում եմ, մենք դեռևս ունենք չօգտագործված լուրջ հնարավորություններ, եւ դա պետք է օգտագործվի։ Ես միշտ եղել եմ այդ կարծիքին։ Ինչ վերաբերվում է կնքված կամ գործող պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարմանը։ Ուրեմն մեր դուք ուղղակի եթե տեղյակ չես, ուզում տեղյակ պահեմ։ Դրա համար գոյություն մեր երկրում վերահսկիչ պալատ, որը կոչված է այդ թվում նաև ազգային ժողովի անունից, այդ թվում նաև ազգային ժողովի համար։ Վերահսկիչ պալատի խնդիրն է ոչ միայն ֆինանսական վերահսկողություն, այլև այսօր արդեն այդ հարցը դրված է, նաև արդյունքների որակական գնահատականը։ Օրինակ, ենթադրենք մենք 100 միավոր գումար պետք է ծախսենք այս պայմանագրով, բայց նպատակը ոչ թե եղել էր գումար ծախսելը, այլ անկասկած որակական, ուրեմն արդյոք այդ արդյունքը ստացված եւ հիմա վերահսկիչ պալատը գոնե վերջի 2 տարիների իր վերլուծությունները դրա վրա է։ Դա վերաբերում է միջազգային պայմանագրերին։ Այո, անկասկած։ Դե ասենք որ իմանանք, օրինակ Հյուսիս հարավը, դա միջազգային պայմանագրի համաձայնագրի շրջանակում իրականացող ծրագիր է։ Հյուսիս հարավի նկատմամբ վերլուծությունները ամբողջությամբ խոսում են եւ ֆինանսական եւ արդյունքում որակական ցուցանիշների արկայության մասին։ Իշխան Զաքարյանը ներկայացրեց եւ նախագահը քննադատեց, ասաց ձեր կարծիքը որևէ մեկի։ Չէ, մի վարքան։ Եկեք եւ այն ձեր տանահայտն է։ Չէ, այն եկեք իրենց անում։ Հյուսիս հարավի մասին էր խոսքը եւ Իշխան Զաքարյանը բնութագրել էր խայտարակ գործունեություն, խայտարակ բառն էր օգտագործել։ Ճիշտ եք ասում։ Եւ նախագահը քննադատեց նրա հայտարարի համար։ Նախագահն ասաց, երբ որ դուք փորձում եք վերլուծել օրինակ, այդպիսի խոշոր պետության համար, միջազգային համարում ունենալու համար, այդպիսի խոշոր ծրագրի փաստացի արդյունքները մի փորձեք մեկ դեպքով ընդհանրացնել։ Այսինքն, եթե դուք ուսումնասիրել եք ենթադրենք 25 կիլոմետրի 2 կիլոմետրանոց հատվածը, այդ ամբողջ արդյունքը մի տարածեք 25-ի վրա, նախագահի ասածը սրանն էր վերաբերում։ Գազային համաձայնագրի խնդիրները ազգային ժողովի լսումների ժամանակ չքննարկվեց։ Բավարար էին դրանք։ Եթե կա նման մեխանիզմ, թող մարդիկ իմանան, որ մենք չասենք Ռուսաստանի հետ, Ամերիկայի հետ կապեցինք ուրեմն պայմանագիր, բայց մենք չգիտենք դրա դիմաց մենք ինչ ունենք։ Խոսքս նույն թափանցիկության մասին։ Ես ընդունում եմ ձեզ։ Ձեր ասածը ընդունում եմ։ Ես կարող եմ ասել, որ թերևս նման վերահսկողական ֆունկցիաների արդյունքների հրապարակայնացումը հանրությանը մատչելի դարձնելը անհամեմատ ավելի շատ ջանքեր է պահանջում։ Գիտեք ինչ կա, եւ դիվանագիտության, եւ քաղաքականության, եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ ամբողջ ինֆորմացիայի խեղաթյուրումը հիմնականում գալիս է հենց այն բանից, որ չկա այդ թափանցիկությունը, չկա այդ հաշվետվության մեխանիզմը, եւ ոչ թե չկա, ասենք դա բավարար չէ։ Բավարար չէ։ Ունենք այսօր կադրային բավարար բանակ կամ կադրեր պատրաստելու ինստիտուտ համապատասխան, որ դիվանագետներ նշանակելու դեպքում մենք նախկին պաշտոնյային չնշանակենք կամ բիզնեսմենին ու սպորտսմենին չնշանակենք։ Տեսեք, այսօր այնպիսի իրավիճակ է ցանկը նայելուց տպավորություն ստեղծում, որ ով որ դառնում է պաշտոնաթող նախարար կամ որևէ այլ պաշտոնից հեռանում է, նրան նշանակում են դիվանագետ որևէ այլ երկրում, ընդ որում շատ
շատ կարևոր երկրում Հայաստանի համար։ Ունենք, բայց այստեղ լուրջ վերանայման եւ այսպես ասած շտման կարիք կա։ Ես հիմա դուք ասացիք աշխատում եմ մի համալսարանում, որտեղ պատրաստում են միջազգայնագետներ։ Բայց ես գալիս եմ այն եզրակացության, եթե դա ձեզ հետաքրքրում է, որ ընդհանրապես այդ մեխանիզմը, այդ ինստիտուտները, ես նկատի ունեմ համալսարանի համապատասխան ֆակուլտետները, այն բարձրության վրա չեն, ինչ որ պետք է լինի։ Մենք ավելի շատ պատրաստում ենք պատմաբաններ, ինչպես մենք խոսեցինք պարոն Հարությունյանի հետ։ Հետո գիտեք ինչ կա, անդադ դիվանագիտություն բառն ենք ասում, ես չէի ուզի դրա հոլովել, հարցը նրանում է, որ այսինքն այնուամենայնիվ կադրերի խնդիր կա, որակյալ դիվանագետների։ Նման մասնագիտությունները կանվերային սիստեմով չեն պատրաստում։ Դրանք, ինչպես ռուսն է ասում, շտուչնի, հասկանում եք։ Հիմա մեր ամբողջ հանրապետությունը, երիտասարդությունը նստած է դիվանագիտական ռելսերի վրա, սա արդեն 20 տարի է։ Սա էլ գալիս է այն մասին ասելու այն բանը, որ չկա ճիշտ ինֆորմացիա, թե վերջին հաշվով ինչ է դիվանագիտությունը։ Արդյոք դա այն այսբերգի վերևի մասն է կամ ֆիլմերում ցույց տրվող այն պատկերներն են կամ գրքերում գրվող կամ չգիտեմ այսպես ասած իրար փոխանցվող ինֆորմացիան, որ դա միայն եւ միայն հասկանում եք մի կառնավալ է, որը երբեք չի վերջանում։ Իսկ իրականության մեջ, ներեցեք, իրականության մեջ դա շատ լուրջ, շատ աշխատատար process է, որը ունի իր խորին, այսպես ասած, խորքային մասերը եւ ունի իր դժվարությունները։ Հենց սա է, որ եթե դուք խոսում եք դիվանագետներ պատրաստելու մասին, սրանից պետք է սկսել, որ մարդիկ իմանան, թե ինչի են գնում։ Պատրաստելու հնարավորություն կա իհարկե։ Մենք ունենք շատ լավ երիտասարդություն, ունենք լավ մասնագետներ, բայց երբ որ նշանակման հարցերում ստացվում են նման, ուրեմն ես կասեի վրիպումներ, դա իմ խորին համոզմունքն է։ Պրոֆեսիոնալիզմը պետք է լինի առաջի տեղում, հնարավորինս սահմաններում։ Իսկ նախարարության ներսում կան նման կադրեր, կարելի է նրանց վստահել։ Տեսեք, շատ են հնչում դժգոհությունները, որ դեսպանները Հայաստանի դարձել են պաշտոնյաներ դիմավորող եւ ճանապարհող մարդիկ ընդհանրապես արտասահմանյան երկրներում կամ բիզնեսմեններ են դարձել, գնացել են եւ սկսում են բիզնեսով զբաղվել, առանձնապես դիվանագիտությամբ չեն զբաղվում։ Թեկուզ եւ Սարգիսով եղբայրները, որոնք գործարարներ են, եւ նրանց համար կարծես թե հյուպատոսական այդ կարգավիճակը ոչ թե Հայաստանին օգտակար լինելու կամ Հայաստանի դիվանագիտական աշխատանքով զբաղվելու համար, այլ իրենց բիզնեսը կամ ինչ որ էլիտար կարգավիճակ ստանալու խնդիր է դրված, ու նման դեպքերը քիչ չեն, կան, ավելի կան։ Գիտեք, ես ճիշտ ասած ձեր ներկայացված ընկերներին ինքնուրույն չեմ ճանաչում, հետաբար որը մեկնաբան։ Դանիայում, Նորվեգիայում ունենք Հրաչյա Աղաջանյան, որը նույնպես Ռուսաստանահայ գործարար է։ Ես չեմ ճանաչում, հետաբար որը, տեսեք, ես մեկնաբանում եմ նրանց, ում ճանաչում եմ։ Նույնիսկ ձեր կարծիքին հակառակ կարծիք եմ արտահայտում, որտեղ համոզված եմ ես ճիշտ եմ դատողություններին իմ։ Նրանց ում չեմ ճանաչում, Սարգիսով կլինեն թե ովքեր, ու չեմ կարող մեկնաբանել։ Նույնիսկ չեմ կարող ասել, թե անկեղծ ասած ես այստեղ եմ լսել այդ մասին, թե ինչն է պատճառը կամ ինչն է դրդապատճառը, որ մենք նշանակվել են։ Տեսեք, ես ուզում եմ վերադառնալ կադրերի պատրաստմանը։ Դիվանագիտությունը շատ բարդ ոլորտ է։ Ես հարց այլ կերպ տամ։ Իսկ հետախուզ պատրաստել հեշտ է։ Դա նույնպիսի մի ոլորտ է։ Հավատում եք, նույնպիսի պատասխանատու բնագավառ է հետախույս։ Ես չգիտեմ, որ դպրոցներում են հետախույզ դառնում, որ ինստիտուտներում ավարտում։ Նույն տրամաբանությամբ կարող ենք հետախուզության ուղարկել խոհարարին կամ գիտեք, պատկերացրեք, պարուհին է լինում հետախույզ։ Մատախարի մասն եմ ասում։ Հետախույզ կա, հետախույզ էլ կա։ Հասկանալ է, չէ՞։ Ուրեմն եկեք, այսա եմ ուզում ասել, որ այն փորձառությունը, այն հմտությունը, որ որևէ մեկը կոնկրետ անձի մասն է խոսքը, դիվանագետի պաշտոնով, որում պարտադիր չի դեսպանի, խի փող դեսպանը պակաս պատասխանատվություն ունի, կամ առաջի քարտուղարը կամ խորհրդականը պակաս դերակատարում ունեն, նման նշանակումներում արդյոք մենք պետք է առաջնորդվենք, չպետք է առաջնորդվենք նաև տվյալ անձի անհատական հատկություններով, առավել եւս, կրկնում եմ, առավել եւս մի պետության մեջ, որտեղ այդպիսի կադրային պոտենցիալ ձևավորելու դարբնոց որպես այդպեսին չկա։ Մենք եթե դուրս խոսում ենք պարոն Նավասարդյան հետ, եւ մեր բոլոր համալսարանական ֆակուլտետները, որոնք արտաքին հարաբերությունների ոլորտի մասնագետներ են պատրաստում, ստեցյալ պատրաստում են պատմաբանների։
եւ նրանց նույնիսկ այդ ֆակուլտետը գերազանց ավարտողը խիստ կասկածել նա կարող է որակյան դիվանագետ թե ոչ։ Խոսքը սրա մասին է։ Ես կարծում եմ սա ինդիվիդուալ է եւ ես պետք է ընդունեմ այդ հանդես պարոն Նավասարդյանի այն դիտարկումը, որ անհամեմատ այս նշանակումները արդյունավետ կլինեին, եթե այդ նշանակումներն անցնեին նաեւ ազգային ժողովի խողովակներով։ Համոզված եմ այդպիսի նշանակումներում անհամեմատ ընտրությունը ավելի լավ կլիներ, բայց եթե դա այդպես չէ, դա չի նշանակում որ նրանց որևէ մեկին չի կարելի կամ մեծ մասին կարելի չվստահել, նույնիսկ եթե նրանք իրենց դիվանագիտական կարիերան չեն սկսել արտաքին գործերի նախարարության, ասենք թե ավագ մասնագետից կամ սկսնակ մասնագետի պաշտոնից։ Պարոն Նավասարդյան, խնդրում եմ դուք էլ ամփոփեք։ Ես ամփոփելու համար կասեմ հետեւյալը, գիտեք ինչ կա, եկեք անհատական անձերին թողենք հանգիստ։ Այստեղ սկզբունքային խնդիր կա։ Նայենք, թե այսօր աշխարհում ինչ է կատարում։ Աշխարհում այսօր տեղի է ունենում սիստեմային տրանսֆորմացիա, հասկանում եք, միջազգային հարաբերություններում, որպեսզի դիվանագետը կարողանա, դեսպանը կարողանա ապահովել իր երկրի շահերը, առաջին հերթին ազգային անվտանգությունը, խուսափել պատերազմից, եւ իջնել մինչեւ այն աստիճանի, որ կարողանա օգնել իր քաղաքացիների, այսպես ասած, բարեկեցությունը բարձրացնելու գործին, եթե նա սա չի կարող անել, նա այլևս դիվանագետ չէ, նա այլևս դեսպան չէ։ Իսկ դա կարող են անել այն մարդիկ, որոնք ունեն շատ բարձր պրոֆեսիոնալ մակարդակ։ Ես առանձին չեմ վերցնում, նորից եմ ասում, պրոֆեսիոնալ մակարդակ, ունեն փորձառություն, ունեն մեծ էրուդիցիա, ունեն բարոյակամային այնպիսի հատկություններ, որոնք անհրաժեշտ են։ Սա ամբողջ մի գիտություն է, ինչպես ասվեց, եւ 20 րոպեի ընթացքում խոսել այդ մասին շատ դժվար է։ Եկեք հուսանք, որ մենք կգանք այդ աստիճանի, որ այն աստիճանի կհասնենք, որ կունենանք լուրջ դիվանագիտական կորպուս ամբողջ աշխարհում։ Ես ընդհանրապես ուզում եմ շարունակել հետևյալ, որ այո, դա աշխատանք է, որ պահանջում է շատ անհատական, շատ կարևոր հատկություններ, որը պարոն Նավասարդյանն ասում է, սա պրոֆեսիոնալիզմը չեմ մերժում, կամ պրոֆեսիոնալ կադրային դիվանագետներ, բայց ես գիտեմ նաև կադրային դիվանագետներ, որոնք շատ ու շատ իրենց հատկություններով անհատական զիջում են, շատ են այդտեղ խորհրդարանում նստածներին։ Այնպես որ ես կարծում եմ սա շատ անհատական մոտեցում է, եւ ես ենթադրում եմ, որ բոլոր դեպքերում ինստիտուտը որպես այդպեսին եւ օրենսդրորեն պետք է ամրագրված լինի։ Անկասկած աստիճանաբար պետք է ժամանակի ընթացքում ձևավորի անհրաժեշտ ավանդույթներ։ Շնորհակալություն պարոն Այկ մեր քննարկմանը մասնակցելու համար։ Կհանդիպենք։